war is over. The war is over, okay? You understand? Գազայում պատերազմն ավարտվել է, սա նոր սկիզբ է, նման իրադարձություն երբևէ չի եղել։ Սա ԱՄՆ նախագահի գրառումն է Իսրայելից, Թրամփը ոգևորված է, ասում է արկերի պայթյունի փոխարեն հիմա պատերազմող երկրների փողոցներում անհավանական սեր է տիրում։ Իսրայելի եւ Պաղեստինի փողոցներում իսկապես տոնական տրամադրություն է։ Դեռ օրեր առաջ, երբ կողմերը համաձայնեցին Գազայի հատվածում հրադադար հաստատելու ծրագրի առաջին փուլի շուրջ, խաղաղ բնակիչները հեղեղեցին փողոցները։ Նրանք մինչև այսօր տոնում են երկար սպասված համաձայնությունը եւ անհամբեր սպասում հարազատների վերադարձին։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելը եւ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասը համաձայնության եկան անցած շաբաթվա վերջին։ Հրադադար հաստատելու ծրագրի առաջին փուլով այսօր Համասն ազատ արձակեց իսրայելցի 48 պատանդներին, որոնցից 20-ն են ողջ։ Իսկ Իսրայելն էլ ըստ պայմանավորվածության պետք է ազատի պաղեստինցի 250 դատապարտյալի եւ 1700 կալանավորի։ Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Թել Ավիվի պատանդների հրապարակում տոնելու պատանդների ազատ արձակումը։ Իսրայելն ըստ ծրագրի պարտավորվել է վերականգնել մարդասիրական օգնության մատակարարումը գրեթե հողին հավասարեցված Գազայի ավելի քան 2 միլիոն բնակչությանը, որի մեծ մասը տեղահանվել է պատերազմի պատճառով։ Բացի այդ, բանակը հետ կքաշի նախապես համաձայնեցված դիրքեր եւ այնտեղից կվերահսկի Գազայի մոտ 53%-ը։ Իսրայելում Թրամփին հարցրել են ինչ է սպասվում Համասին, եթե չհետևի հրադադարի պայմաններին։ Աշխարհում մտահոգություն կա, որ Համասը չի ընդունի զինաթափման գաղափարը եւ անկախ պայմանավորվածությունից զինված գործողությունները կշարունակվեն։ Թրամփը վստահորեն հայտարարել է, նրանք կհետևեն հրադադարի պայմաններին։ Ավելին, Համասի զինաթափման հարցը ըստ Միացյալ Նահանգների նախագահի կլուծվի խաղաղության ծրագրի երկրորդ փուլում։ Իսրայելն ու Համասը դեռ պետք է բանակցեն նրա 20 կետանոց համաձայնագրի հաջորդ փուլերի շուրջ։ Սակայն հետագա քայլերի մասին հարցերի, մասնավորապես թե ինչպես է ապահովվելու Գազայի անվտանգությունը եւ կառավարումը, կողմերը չեն քննարկել։ Դրա մասին խուսափել է խոսել անգամ ԱՄՆ նախագահը։ Չնայած այսօր հայտարարված խաղաղությանը 2023 թվականի հոկտեմբերին սկսված արյունալի պատերազմը ավելի քան 67000 պաղեստինցու կյանք է խլել։ Վիրավորվել է 169000-ը։ Իսրայելական կողմն էլ ունեցել է 1200 զոհ։ Եվ այս հրադադարն իսկապես հուսադրող է Գազայի հատվածի բնակչության դեմ ցեղասպանական հետագա գործողությունները կանխելու առումով։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։